Բարև իմ բոլոր ծանոթ ու անծանոթ ընկերներին, այսօր բոլորիդ բերել եմ Էրեբունի ամրոց, որտեղ սկսվեց Երևանի պատմությունը։ Էրեբունի թանգարանի մուտքի դիմաց կանգնեցված է Ուրարտուի թագավոր Արգիշտի Այի արձանը, ով հիշվում է որպես պետություն կառուցող, հզոր ու խելացի կառավարիչ։ Նրա հիմնած Էրեբունին դարձավ այն հիմքը, որի վրա հետագայում ձևավորվեց Երևանը։ Հիշեցնեմ, Ուրարտուն հին հայկական պետականություններից է, մայրաքաղաքը Տուշպա գտնվում է Վանի տարածքում։ Այս ցուցանակի վրա գրված է Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանի աշխատանքային ժամերն ու օրերը, աշխատում է ամեն օր բացի երկուշաբթվանից ժամը 10:30-ից մինչև 5:25 պակաս։ Մուտքավճարը 1500 դրամ մեծահասակների համար, ուսանողների համար 1000 դրամ, երեխաների համար 500 դրամ է։ Թանգարանի մշտական ցուցադրությունը ներկայացնում է Ուրարտուի պատմությունը, զարգացած տնտեսությունը, ճարտարապետությունն ու կերպարվեստը, ոռոգման ամրաշինական համակարգերը, շինարարական տեխնիկան, որմնանկարչությունը, խեցեգործությունը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն այլ ապացույցներ։ Թանգարանից դուրս գալով ձախ կողմի այս ճանապարհը տանում է ուղիղ Էրեբունի ամրոց։ Էրեբունի ամրոցը գտնվում է Երևանի հարավ-արևելքում Արինբերդ բլրի վրա, հիմնադրվել է մեր թվարկությունից առաջ 782 թվականին, հիմնադիր Ուրարտուի թագավոր Արգիշտի Ա։ Այս հիմնադրման տարեթիվը նաև Երևանի պաշտոնական ծննդյան տարեթիվն է։ Այս տարի 2025 թվականին Երևանը շուքով նշեց իր 2807 ամյակը։
Кира, можешь замереть, пожалуйста? Да, не хоть... Вот так, давай. Переспас, инче сам. И столько дать. Ha, das ist da. Арвишля գերել։ Спасибо, бери. Գնաս գա զանգես, հա։你回我呀？还是说你去主校区啊？你直接回呢，还是走主校区去呢？回家呀。你回呢啊？对呀。 Էրեբունի ամրոցից բացվում է հիասքանչ պանորամա ամբողջ Երևանի գեղեցկությամբ ու մեր վեհաշուկ Արարատ սարի տեսարանով։ Ով գիտի ինչ է եղել այս լքված տարածքը նախկինում, եթե հիշում եք կամ տեղեկություն ունեք, կխնդրեմ կիսվել մեկնաբանություններում։ Այսօրվա համար այսքանն էր, հուսով եմ հավանեցիք, մի շնորհ հանդիպում, բայ բայ։